Խմելու ջրի խնդիրը Արցախի շատ բնակավայրերում է առկա։ Խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունը ստացվել հին մետաղական ցանցը կամ դրա իսպառ բացակայությունը։ Համապատասխան գերատեսչությունների կողմից մշակվեցին ծրագրեր, որոնց իրագործման արդյունքում ոչ միայն խմելու, այլև ոռոգելու ջրի պակաս չի լինի։ Արտադրական ենթակառուցվածքների նախարարության ջրային պետական տեսչությունում վստահեցնում են երկու հիմնական ծրագրերի բարեհաջող ընթացքի մասին։ Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրը մշակվել է 2009 թվականին։ Ոռոգվող հողատարածքները նախատեսվում էր հասցնել 16,000 հեկտարի, իսկ հեռանկարային ավելի քան 25,000-ի։ Այդ նպատակով նոր ջրաղբյուրներ են կառուցվում, ընդլայնվում ոռոգովի տարածքները։ Տարին այդ առումով նպաստավոր էր։ Այս տարի մոտ 700 հեկտար ոռոգման տակ ընդգրկվել է Արաքսի մեծ ջրանցքի շահագործման հետևանքով։ Վերջերս շահագործման է հանձնվել Թալիշի նոր կառուցված պոմպակայինը, ի շնորհիվ որի այս տարի կընդգրկվի 500 հեկտար, իսկ հետագայում արդի պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի իրագործմամբ այն կհասցնի 1000 եւ ավելի հեկտարների։ Սկսված է արտեզյան ջրհորների շահագործման գործընթացը, սակավաջուր է առանձնապես Մարտունու շրջանը։ Հողատարածքները ինքնահոս եղանակով ոռոգելու հնարավորություն չկա, ստիպված են դիմելու մեխանիկական եղանակին։ Մոտ 15 արտեզյան ջրհոր հանձնված է շահագործման եւ օգտագործում է ոռոգման նպատակով Մարտունի եւ Բերթաշենի համայնքներում։ Ոռոգման ջրի հետ Մարտունու շրջանի շատ բնակավայրերում խմելու ջրի պակաս կա։ Տարին չորային էր, ինչն էր պատճառ հանդիսացավ մի շարք բնակավայրերում աղբյուրների իսպառ չորացման։ Հերհերում ջրամատակարարման ցանցը շահագործվել է անցյալ տարվա վերջին։ Մշտական ջուր ունենալու գյուղացիների հույսերը սակայն չարդարացան։ Ընդամենը մի քանի ժամ ջրամատակարարում, այն էլ ընդհատումներով։ Ամերիկյան կազմակերպության կողմից կառուցվել է ջրացանց, մատակարարել բնակիչներին շուրջօրյա ջրով։ Բայց այս ամիսների կտրվածքով կարծես թե ջրի պաշարը սակավ է։ Այսօր վիճակը կարելի ասել այնքան էլ նորմալ չէ, շուրջօրյա չէ ջրի մատակարարումը, օրվա կտրվածքով 2-ից 3 ժամ ջուր է մատակարարում բնակիչներին։ Հույս ունենք, որ կհայթայթվի նոր ջրի պաշար եւ կհամալրվի այս ցանցը ջրի պաշարով։ Մասնագետները նոր ռեսուրսների փնտրտուքների մեջ են, ունեցած ռեսուրսներով ամեն դեպքում շարունակվելու է համայնքների ջրամատակարարման ծրագրի իրագործումը։ Պատասխանատուների վստահեցմամբ 2-3 տարի անց 200 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերը ապահովված են լինելու շուրջօրյա ջրամատակարարմամբ։ 200 եւ ավել համայնք ունեցող մենք ունենք մոտ 120 համայնք։ Այդ համայնքները ընդգրկված են ծրագրում ըստ տարիների 14, 15, 16 թվականներին պետք է նշված համայնքներում ավարտին հասցնել ջրամատակարարման համակարգերի կառուցման գործընթացը եւ բնակչության մոտ 80%-ը մենք կընդգրկենք ծրագրի մեջ։ Այժմ ուսումնասիրություններ են կատարվում մինչև 200 բնակիչ ունեցող համայնքները ջրով ապահովելու ուղղությամբ։ Սամվել Բալայան, Հովիկ Առաքելյան, օր։